Սիրելի արտաշատցիներ, Արարատի մարզի սիրելի բնակիչներ, այսօր ուժեղ Հայաստանի թիմը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել Արարատի մարզի տարբեր գյուղերում և քաղաքներում։ Մեր թիմը շրջագայում է ողջ հանրապետությունում։ Մենք փորձում ենք լինել բոլոր գյուղերում, բոլոր քաղաքներում, որովհետև գիտակցում ենք, որ սա սովորական ընտրություն չէ, որ սա ճակատագրական ընտրություն է, և մենք ուզում ենք մեր ժողովրդին հասցնել մեր մտահոգությունները և ապագայի մեր ծրագրերը։ 2024 թվականի օգոստոսի 30-ին, դրանից հետո 2024 թվականի սեպտեմբերին, հետո նոյեմբերի 14-ին, այդ իրա թրաշվելու օրներ, հայտարարեց, որ Ադրբեջանի գործող սահմանադրությամբ Հայաստանի տարածքի 60-ից 70%-ը, այդ թվում Սյունիքի և Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, ուշադրություն, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տաուշի, Լոռու, Շիրակի մարզից առանձին հատվածներ պատկանում են Ադրբեջանին։ Հասկանում եք, ով ինչա ասում։ Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ Ադրբեջանի գործող սահմանադրությամբ Հայաստանի հիմիկվա տարածքի 60-ից 70%-ը ունի ադրբեջանական պատկանելություն։ Եթե դա առաջիկայում գա արտաշատ, հուսով եմ մի հատ դրան քարսնեք, չէ՞, ջա այդ վիր հատվածներն ես տալու տու Ադրբեջանին։ Այդ գյադան լրիվ գժվե։ Գժվե ինգե փողցները։ Մարդկանց է վիրավորում, մարդկանց է սպառնում, մարդկանց ահաբեկում է, հետնել ասում է այո, ահաբեկում եմ։ Խոսք ունես ասելու, խոսքը տասա։ Ծրագիր ունես, ծրագիրը տասա։ Գիտես մեր համար դժվար է, որ մենք էլ ասենք Ենոքավանի եթիմ կամ Իջևանի բոմժ։ Բայց չենք ասում, չէ՞։ Չենք ասում, որովհետև մենք լրիվ ուրիշ ասելիք ունենք, որովհետև Սամվել Կարապետյանի խոսքը ծանր է և իմաստուն։ Սամվել Կարապետյանի խոսքի հետևում գործն է կանգնած, այդ գործի հետևում հաջողությունն է կանգնած, և ահա այդ հաջողությունը իր գործով եկե դառել է ծրագրեր, և այդ ծրագրերը մենք սիրով ներկայացնում ենք մեր ժողովրդին, և ասում, որ հայ ժողովրդի վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Այս ընտրություններում Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ։ Այս ընտրություններում թեկնածու ունի ոչ միայն հայ ժողովուրդը, իդեմս Սամվել Կարապետյանի, այլև Ադրբեջանի ժողովուրդը, իդեմս Նիկոլ Փաշինյանի։ Նա գալիս է իրականացնելու ադրբեջանական և թուրքական ծրագրերը։ Նա հիմա չի խոսում, եթե նկատել եք, տեսեք մենք ինչ ծրագրերից ենք խոսում, չէ, 300,000 աշխատատեղեր, 20,000 մատչելի բնակարաններ, տուրիզմի զարգացում 1 միլիարդ դոլարի ծրագրերով, զինծառայողներին տարբերիկ դրամական փոխհատուցում, բնակարանային փոխհատուցում, 4-րդ երեխային 2 միլիոնի փոխհատուցում, տուն ընտանիքին 5 ծրագրեր անհաշվելի։ Հլը մի հետևեք, տեսեք նա մի ծրագրից խոսում է, թե չէ։ Նա ծրագրերից չի խոսում, որովհետև նա իր ծրագրերը գաղտնի է պահում։ Նրա ծրագրերն են
Տիգրանաշենը հանձնել Ադրբեջանին, նրա ծրագրերն են պայքարել եկեղեցու դեմ, նրա ծրագրերն են Հայաստանի տարածքները հանձնել Ադրբեջանին, նրա ծրագրերն են կործանել մեր երկիրը, դրա համար չի խոսում, հələ հիշեք, սահմանադրությունից էր խոսում, ասեցին ընտրություններից առաջ, մարտին կլինի սահմանադրության նախագիծ, հյուրի, չկե, որովհետև գախնի պաղելի, ինչքան էլ գախնի պահի, մեկը մենք գիտենք դրա հոգու խորքու, ինչեր են թաքնված, ադրբեջանական երազանքներ, իսկ հայ ժողովուրդը ունի իր երազանքները և ունի իր առաջնորդը, որ այդ երազանքները դարձնելու է իրականություն և նրա անունը բոլորս գիտենք։ Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ։ Սիրելի հայրենակիցներ, մենք տեսել ենք, թե այս 8 տարվա ընթացքում ինչքան պատերազմներ, ինչ դժբախտություններ, ինչ կորուստներ է բերել Փաշինյանը մեր ժողովրդի գլխին։ Ամեն ղեկավար պետք է ունենա պաշտոնավարման իր ժամկետը։ 2 ժամկետը լիուլի բավարար է ցանկացած ղեկավարի համար իր ծրագրերը կյանքի կոչելու համար։ Հիմա եկել է նրան հեռացնելու ժամանակը։ Հիմա եկել է փոփոխությունների ժամանակը եւ այդ փոփոխությունները լույս, ուրախություն, հաջողություն, խաղաղություն, խինձ, ծիծաղ, հարստություն են բերելու մեր ժողովրդին։ Եվ մենք գնում ենք այդ հաջողությունների ճանապարհով եւ մենք միասնաբար մեր միասնական ուժով կերտելու ենք այդ հայրենիքը եւ նրան անվանելու ենք ուժեղ Հայաստան։ Մեր վերջում ասեք շկա այդ տանցը ինչ պիտի անեի։ Պիտի ճապխեի, թողնեն էթան, մեր իջայ իշխանության, ուժեղ Հայաստան։